Ընտրություններից առաջ փորձենք հասկանալ, թե որքանով է հնարավոր կատարել կեղծիքներ ընտրատեղամասում։ Ընտրողները գրանցվում են էլեկտրոնային սարքերով, մատնահետքի միջոցով։ Ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվում են, ինչը գրեթե անհնար է դարձնում այլ անձի փոխարեն քվեարկելը։ Քվեաթերթիկներն այլևս չեն հանդիսանում հատուկ հաշվառման փաստաթղթեր, քանի որ դրանց վրա փակցվող ինքնասոսնձվող դրոշմանիշները գերպաշտպանված ու խիստ հաշվառման նյութեր են։ Եթե անգամ մեկ քվեաթերթիկ պակասում է, ապա ամբողջ պարկը վերաբացվում է, ստուգվում եւ ուղարկվում դատախազություն։ Այդ պատճառով լցոնում իրականացնելը գործնականում անհնար է եւ 2015 թվականից հետո նման դեպքեր չեն արձանագրվել։ Տեղամասային ընտրական հանձնաժողովների 8 անդամներից 4-ը ներկայացնում են ընդդիմությունը։ Հանձնաժողովների 1/3-ի նախագահները նույնպես ընդդիմությունից են նշանակվում։ Ընտրական տեղամասերում բոլոր կուսակցություններն ու դիտորդական կազմակերպությունները կարող են երկուական ներկայացուցիչ ունենալ։ Բացի այդ, տեղամասերում առկա է տեսախցիկ, որը տեսագրում է ողջ գործընթացը։ Տեղամասում ցանկացած խնդրի առկայության կամ դիմումի դեպքում քվեաթերթիկները վերահաշվարկվում են։ Վերահաշվարկներ են իրականացվում նաև պատահականության սկզբունքով։ Եվ եթե որևէ քաղաքական ուժի ստացած քվեների թվի մեջ անհամապատասխանություն հայտնաբերվի, այն անմիջապես կբացահայտվի։ Բնականաբար տեղամասերում կարող են տարբեր խնդիրներ, խախտումներ ու խնդրահարույց իրավիճակներ առաջանալ, բայց դրանք չեն կարող որևէ կերպ հնարավորություն ստեղծել քվեներ գողանալու կամ կեղծելու համար։ Քանի որ վերջին տարիների բարեփոխումների արդյունքում քվեարկության գործընթացը բազմաշերտ պաշտպանված է։ Նույնիսկ եթե առանձին խախտում լինի կամ քվեի պաշտպանության որևէ շերտը խախտվի, դա չի կարող հանգեցնել ընտրակեղծիքների։ Առավել ևս, տեղամասում առաջացած տհաճ միջադեպերը, ինչպիսիք են աղմուկը, կուտակումը կամ հոսանքազրկումը, չեն կարող հանգեցնել քվեների կեղծման։